Քրիստոսով եղբայրներ քույրեր, շատ կարևոր է Սուրբ Հոգու գործը, որ Տեր ուզում հայտնի անել, այն որ մարդու կողմից անկարելի, ամեն բան կարելի Աստծո կողմից։ Ինչքան դեպքեր եղել են, որ մարդիկ ջանք են արել, փորձել են մարդկային ջանքերով կամ իրանց խելքի, իրանց ծրագրով մի բանի հասնել, բայց չի եղել դա։ Բայց մի վարքյանում, որ մի վարքյան էլ շատ է Տիրոջ համար, կատարվել է։ Ես մի դեպք եմ ուզում հիշեցնել, որ մի ընտանիքի մեջ էինք, որտեղ ընտանիքում դժվարություն կար։ Միշտ անգամ երեխային զոկանջը գալիս պահում էր սիրով, բայց որ դժվարություն էր եղել, գժտություն էր եղել։ Մենք մի եղբոր հետ ենք, հովիվ եղբոր հետ ծրագրում էինք, այսինքն ծրագիր էր կազմում։ Ինչպես անենք, քանի որ դժվարություն էր եղել, զոկանջը թողե գնացել էր, ուզում եմ մտածել որ այդ եղբայրը ծառայում է, մի հատ քույրիկ բերենք, մի անգամ իրան օգնենք, մի անգամ գումարային հարցով, որ այդ երեխային կարողանա նայել։ Մենք փորձեցինք մարդկային ինչ-որ մի բան անել։ Եղբայրներ քույրեր, բայց փոխվեց իրավիճակը։ Դա երբ փոխվեց? Աղոթքից հետո։ Աղոթքից հետո լրիվ իրավիճակը փոխվեց։ Դա եղբայրը խոստովանվեց։ Էս ինչ ծանրություն գնաց։ Էս ոնց փոխվեց, իմ սիրտն էլ փոխվեց։ Մթնոլորտը, վիճակը փոխվեց։ Ասեց ոչ մի բան պետք չի։ Ես իմ զոկանջի հետ կզրուցեմ, ներողություն կխնդրեմ եւ ինքը կգա սիրով մնացած ծառայությունը կանի, այդպես էլ եղավ։ Մենք ուզում ենք ինչ-որ ծրագիր անել, եղբայրներ քույրեր, բայց փառք Աստծո, որ համաձայնվեցինք, որ Աստված իր գործը կատարի։ Այդպես շատ խնդիրներ կան, շատ դժվարություններ կան։ Բայց եղբայրներ քույրեր, փորձեք սրտի խորքից մի փոքր հարատև աղոթքի մեջ կանչեք Տիրոջ անունը։ Ծնկից որ կգաք լրիվ իրավիճակը փոխվել է։ Մարդկային ծրագիրներ լրիվ հեռացել են։ Ինչ որ բան մտածել է, այդ բանը երբեք չի կարող իրականանալ։ Այն որ Աստծո կամք է, նա է իրականանում քո կյանքում, եթե դու չես շտապում։ Տեղ ես տալիս Տիրոջը եւ նրա ողորմությանը։ Մի քանի խրատական խոսքեր պետք է ասենք եւ նորից պետք է պատրաստվենք աղոթքի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, մենք գիտենք, որ Աստծո կողմից երբեք արգելք չի եղել։ Արգելքը միշտ եղել է մարդու կողմից։ Եղել է քրոջ կողմից, եղբոր կողմից, ամուսնու կողմից, կնոջ կողմից։ Առաջի կարևոր բանը Սուրբ Հոգին է բացում։ Ինչպես գիտենք, որ Սամարացի կին եկել էր ջուր տանելու Հակոբի ջրհորից։ Մտածելով, որ Սուրբ ջրհոր է, Հակոբի ջրհորն է, ինչ որտեղ իրան կօգնի։ Եթե այդ ջրհորից ջուր տանի, ամեն բան կլուծվի։ Այնտեղ շատ ջրհորներ կային Սամարիայում։ Բայց Տերը հանդիպեց, ասեց ով կին, քո խնդրեմը, քո դժվարությունը չի կարող լուծվել։ Այդ ջուրը խմելուց նորից պիտի ծառավես, բայց ես ուրիշ ջուր կտամ քեզ։ Այդ ջուրը կյանքի ջուր է։ Այդ ջուրը խմողը չի ծառավի։ Համաձայնվեց։ Ինչ կատարվեց։ Նա որ եկել էր ջուր տանելու Հակոբի ջրորից, նա մոռացավ իր բոլոր ամանները, գրվածը թողեց, վազելով ուրախությամբ գնաց Սամարիա։ Եկեք տեսեք, նա է միսիան, նա է եկել, որ փրկության ճանապարհը մեզ համար պատրաստել։ Ժողովուրդ ամբողջով եկան, 2 օր Քրիստոս այնտեղի չեռացավ, մնաց Սամարիայում եւ այդ կյանքը բխեց նրանց կյանքի մեջ։ Եղբայրներ քույրեր, ժամանակը այսօր այսպես է։ Տեր ուզում է մեծ ամենից բաներ անել մեր կյանքի մեջ։ Միայն պետք ինչ անել։ Տերը բերում էր նրան խոսքը, որպեսզի այդ կինը խոստովանվի, որ ինքը կապված է, որ ինքը մեղավոր է։ Մինչև ինքը չարտահայտվեց, մինչև չանկեղծացավ, այդ կյանքի ջրից եւ ուրախությունից չօգտվեց նա։ Հենց որ բացվավ իրավիճակը, նա փորձում էր ծածկել. ես այլ չունեմ, ես մաքուր եմ, ես էսպես եմ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, նա կարող էր մարդկանց խաբել, բայց Տիրոջը չէր կարող խաբել, ինչպես շատ անգամ մենք փորձում ենք մարդկանց համոզել։ Ինչպես գրված է 10 եղբայրները կանգնած էին Հոսեփի առջև, գիտեք ինչ էին ասում։ Մենք լավ մարդիկ ենք։ Մենք շատ լավ մարդիկ ենք։ Մենք վատ մարդիկ չենք։ Մենք լավ հոր որդիներ ենք։ Հոսեփին չէին ճանաչում։ Հոսեփը լավ գիտեր ովքեր են իրանք։ Տարիներ առաջ ինչ արեցին, բայց այսօր խոստովանում են, որ մենք լավ մարդիկ ենք։ Լավ մարդիկ այդպես կանեն իրանց եղբորը։ Տերը թույլ տվեց միջև անգամ այն նեղությունը, այդպես է հավատացյալի կյանքում է թույլ տալիս նեղությունը տառապանքը, որպեսզի զղջան խոստովանվեն, մենք ենք մեղավոր ասեցին։ Դա մեր եղբոր արյուն այսօր խոսում։ Այդ արյան ոսասած բանը որ մեր արջև բերեց Տերը։
Այն ժամանակ բացեց իր ուրախության, ցնծության ժամանակներ։ Այդպես է անում Տերը մեր կյանքի մեջ։ Միայն կարևորը որ մենք զղջանք։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Ինչն է պատճառը, որ ընտանիքներում շատ ընտանիքներում օրհնությունը չկա։ Ամուսին կին չկա օրհնություն։ Դա եւ ազդում է երեխաների վրա, որովհետեւ իրանց միաբանությունից է, իրանց սրբության կյանքից է, որովհետեւ չունեն իր այդ միաբանություն, չունեն ներդաշնակ խաղաղություն։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, մանավանդ առաջինը վերաբերում է քույրերին, չունեն այդ նորից ամոթխածությունը, չունեն, ինչպես սուրկիկն է պահանջում։ Ես մի բան ասեմ ձեզ չնեղացնեմ։ Դուք լավ գիտեք, վերջ-վերջով գրված է, որպես մենք համարում ենք, որ մեր նախահայր եղել է Ադամը, ձեր նախամայրը ով է եղել։ Եվան։ Եվան է եղել, որը օծի հետ հանգիստ խոսել է։ Օծի վրա ոչ գոռացել է, ոչ տրորել է, ոչ էլ անարգել, ինչպես շատ քույրերը իրանց ամուսնուն են անարգում։ Իսկ օծին չէր անարգում, օծի հետ հանգիստ խոսում էր։ Օծի հետ խոսակցության մեջ էր մտել։ Եղբայրներ քույրեր, եւ այսօր էլ համարձակում են անարգել իրանց գլխին։ Հիշում եմ մի դեպք, երբ որ կինը, երբ որ առիթ եղավ, վերջերս ինչ որ բաժանվել թողել գնացել ինչ հետարքերը, նայում ասում են ինչ սարսափելի բան է։ Այսօր գիտեք, որ զենքեր կան, ավտոմատ ենք ասում, չէ՞։ Այդ ավտոմատի կրակոցները կան արագ չեն, ինչ կա դրա խոսելը, պտպտալը։ Այդ ինչ էր անում։ Եվ որ ասում է, այդ լեզուն դժողքից է, գեհենից է բռնկվում։ Այո, այդպես է։ Բայց կորցրել են վախը։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, նորից եմ կրկնում, մտածեք, որ պետք է մենք կանգնենք Աստծո առջև, ամեն դատարկ խոսքի համար, ուր մնաց անարգելու համար, ուր մնաց չընդունելու համար, ուր մնաց վերևից նայելու համար։ Իսկ ինչ վերաբերում ամուսնու կողմը, եղբայրներ քույրերը, հարազատությունը պետք է։ Այդ հարգանքը պետք է, այդ սերը պետք է կնոջ նկատմամբ։ Եվ ինչքան Տեր ուրախանում այն տանիքները, որտեղ սիրով միաբանությամբ բոլոր խնդիրները լուծում են։ Ինչքան սրտերի մեջ ծանրացած բաներ կա, չեն կարող արտահայտվել։ Չեն կարող։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Աստված թողնի, ծնկի եկեք, Տիրոջը երեսը փնտրեք, որ Աստված մարդկային հպարտությունը կոտրի, որպեսզի կարողանաք իրոք, որ խաղաղությամբ եւ սիրով իրար հետ ապրել, որ օրհնությունը կա ձեր ընտանիքի վրա, ձեր երեխաների վրա, որ Աստծո փառք է երևնա ձեր կյանքի մեջ, դա գալիս է այդ մտերմությունից, այդ հարազատությունից։ Այսօր ինչքան դժվարություններ կան, գնալով ինչպես աշխարհում է բաժանություններն է շատանում, այնպես հոգևոր կյանքում։ Նույն ռելսի վրա է, եկեղեցին նույն ռելսի վրա է։ Բայց կգա մի օր էլ քասնի դրան։ Չնչին պատճառներով ընտանիքում բաժանություն է լինում։ Բայց մոռանում են գրվածը, ինչպես Մաղաքյան ասում է, ուխտի կնոջ հետ, որ դու ուխտ արեցիր։ Դու Աստծո առաջ ես ուխտ արել։ Եկեղեցու առջև ուխտ ես արել, ժողովրդի ներկայության, Տիրոջ եւ ժողովրդի ներկայությամբ ուխտ ես արել, ուր մնաց քո ուխտը։ Եվ ինչպես պետք է պատասխան տաս Տիրոջը, որ մի փոքրիկ բանից բաժանության հարց ես բարձրացնում։ Այսօր աշխարհն էլ է մեղադրում։ Այսօր բարեկամությունն էլ անարգում։ Մեղադրում է, անարգում է, Տիրոջ անունն է անարգվում, հավատացյալի պատճառով, որը որպես սուրբ ընտանիք արդեն բաժանվում են։ Իսկ սուրբերը չեն բաժանվում։ Սուրբ մարդը չի կարող այդպիսի քայլի գնալ։ Այդպիսի հավատացյալի, որը որ բացահայտ Տիրոջ անվան անարգանք է բերում, նրան եկեղեցուց որպես անդամ մի համարեք։ Երբ որ ինքը կապ աշխարհիկը զղջա լուրջ, նոր համարեք, որ նա անդամ է, այդպիսի անդամ չունի եկեղեցին։ Այդպիսի հավատացյալ չկա, որը Տիրոջ անարգի եւ ասի ես հավատացյալ եմ, ես այդ ժողովրդի եկեղեցու անդամ եմ։ Այս վերջի օրերում այդպիսի բաներ է կատարվում։ Եկեղեցին պետք է հարցերը լուրջ նայի։ Մանավանդ ընտանիքներն, որտեղ նորից եմ ասում, այսպիսի դժվարություններ կան։ Ինչ որ չնչին բանից իրար չեն կարող հասկանալ, անարգում են իրար։ Միթե Տերը կանչել իրար անարգելու համար։ Միթե դրա համար է կանչել։ Միթե կանչել է, որ իրար անարգեն, իրար անեց կանեն։ Եղբայրներ քույրեր, ժամանակն է։ Եթե ուզում ենք, որպես իրոք որ Աստված իր փառավոր գործը կատարի մեր կյանքի մեջ, պետք է ցկտենք մոր մաքուր, հանդարտ, սիրո կյանք ապրենք ընտանիքներում, որպես Աստված իր փառավոր գործը կատարի։ Մի քույրիկ, երիտասարդ քույրիկ կանգնած է կանգառում։ Մի տարեց անավատ անձնավորություն, սպիտակ մազերով, մի տարեց տղամարդ, մեկ էլ այդ քույրիկին հետևյալն ասում։ Ասում աղջիկս, ապրես, շատ ապրես։ Այդ քույրիկը չի հասկանում, ես ինչ է։ Ոչ ծանոթ է, ոչ բարեկամ է, ոչ մտերիմ։ Նորից շարունակում է, ապրես դու։ Ապրեն քո ծնողները, որ այդպեսի քեզ աղջիկ են դաստիարակել։ Ասում հայրիկ ջան, ինչ եղել, չեմ հասկանում։ Ինչ ես ուզում ասել։ Դու շատ ապրես։ Օրինակելի աղջիկ ես, նայում եմ քո պարքեշտությանը։ Գնա քո ծնողներին, ասա մի հատ տարեց անձնավորություն ասեց, շնորհակալություն հայտնի։
Նա քո ծնողներին ասա, որ ես շնորհակալություն եմ հայտնում։ Այդ քույրիկը լավ կզգար թե չէ։ Ու գնացի հորն ասել իր մորը. մի տարեց մեկ ընձի տեսնելով իմ պարկեշտ վիճակը, ինձանից շնորհակալություն է հայտնում։ Իսկ ես սա մերկից երբեք չեմ տեսել շնորհակալություն հայտնեն Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Այն հավատացյալը, որ ներսը փոխվում է, դուրսը փոխվում է։ Գերգեսացի դիվարին ով էր մերկացել, ով էր դրա հեղինակը։ Պիղծ ոգին։ Եվ չի գրած ոչ թե միայն մի ոգի լեգիոնները։ Ինչ եք մտածում, կիսա մերգին։ Կարող է ճիշտ է լեգիոներ չլինեն, բայց էլի մի գոնե մի 500 հատ կլինեն էլի մերկացնողը։ Կլինեն։ Եղբայրներ քույրեր, մի տվեք տեղ պիղծ ոգուն։ Մի տվեք, որ ձեր մտքի վրա, ձեր աչքերի վրա, ձեր սրտի վրա գործի։ Տեղ տվեք Տիրոջը։ Մի դե Տիրոջ մոտ անկարելի բան կա։ Հեն, անկարելի բան կա, որ Տերը պատրաստ է քեզ ազատագրել, հա։ Պատրաստ է քեզ մաքրել։ Եղբայրներ քույրեր, մի վայրկյանում կարող է քեզ լրի մաքրել։ Ուրիշ մարդ դու դառնաս։ Քո աչքերը սիրտդ մաքրվելու է, փոխվելու ես, եւ Աստված քո կյանքի մեջ պետք է փառավորվի։ Իմ աղաչանք ամուսնացածներին, այնպես մի արեք, որ ձեր ընտանիքի վրա փոխանագործություն կանեց կա։ Դա ձեզանից է կախված։ Ձեր մտերմությունից, ձեր աղոթներից է կախված։ Եղբայրներ քույրեր, իսկ ինչ վերաբերում է նրանք, որոնք այսօր գիտեմ, որ ամուսնացած չեն, խնդիրներ ունեն։ Ունեն խնդիրներ, ունեն դժվարություններ, բայց Աստված կարող ամեն բան անել։ Որպես եթե հիվանդություն ունես, դա հոգս է քեզ համար, նա էլ հոգս արա, մի շտապիր։ Մի դիմի այնպեսի ճակատագրական վիճակի, որ այսօր ոմանք ողբում են։ Երեխան գիրք առած ողբատով տուն են եկել վերադարձել։ Մի ժամանակ ազատ էին իրանք։ Տիրոջը պաշտում էին, պաշտամոկներին գնում էին երիտասարդականին, որտեղ պաշտամոկ ընդ գծում են, բայց ընկել է շատ գերության մեջ։ Նրանք տարապում են, մի շտապեք։ Ձեր ազատությանը մի տարեք գերության։ Ոմանք գիտեք ինչ վանդակներ են խոստանում։ Ոսկե վանդակներ են ձեզ խոստանում։ Ոսկե վանդակներ, էլի վանդակներ, բայց ոսկուց են։ Կարող է ինչ-որ քարեր էլ կանվրեն, բայց վանդակ են դրանք։ Ձեզ գցելու համար դրանք որոգայթ են, զգուշ եղեք։ Իմ աղաչանքն է մի շտապեք, աղոթ կարեք։ Աստված գիտի ինչպես ինչ է պատրաստել ձեզ համար։ Մի մտածեք շատ քույրեր են, եղբայրներ քույր, Տիրոջ մոտ անկարելի բան չկա։ Քարից Աբրամի որդին իր հանող Աստվածը կարող է այնքան ապաշխարությամբ բերել երիտասարդներ, որ նորից եմ ասում, ամուսնանան ամեն բան իր տեղը կգա, բայց աղոթք է պետք անել։ Հոգս է պետք անել։ Նույնը եկեղեցիներ պետք է հոգս անեն այդպիսի համար։ Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները առողջ լինեն։ Մի հատ խնդրվածք եմ ձեզ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, որ դուք գիտեք, որ Սատանան, որը ունի շատ ոգիներ, կան շատերը, որոնք որ տեղ են տալիս ոգի, որը դատողության ոգի է։ Դատողության ոգի։ Դա մեխանիզմ է գործում իրաց կյանքի մեջ։ Նրանք տան մեջ նստած, իրար հետ միաբանությամբ, նրան են դատում, նրան են բամբասում, նրան են չարախոսում, նրան են այսպեսի բաներ ասում, շատ։ Որ գիտեք ինչ։ Մի մտածեք, որ ինչ որ դուք արեցիք, այդ բոլորը պետք է գա ձեզի, ուրիշի չի գնա, հնարավոր չի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ուրիշ չի կարող, ուրիշի չի կարող գնալ։ Նա կգա ձեզի, որ այսօր շատ վտանգավոր է դա։ Եթե այսօր մեկը կա, որ հայտնվել է կյանքի մեջ, մի մտածեք դա օտար մի տեղից է։ Քո ցանածը դու պետք է հնձես։ Միշտ մի բերշեք։ Գիտեք, Տեր Հիսուսն ասել, չէ ինչ որ դատես, նրանով պետք է դատվես։ Ինչով դատապարտես, նրանով պետք է դատապարտվես։ Ինչ չափով որ չափես, նրանով պետք է չափվի քեզ։ Ներես կներվի քեզի, կտաս կտրվի քեզի։ Դա բոլորը փոխադարձ է։ Շատերը որ հայտնվել են կյանքի մեջ, իրանք խոստովանվել են, այո, որտեվ անդադ սրան եմ դատել, նրան եմ փնովել, եղբայրներին, եկեղեցուն, նրան։ Մի տեղ տվեք, ձեր ականջը մի տվեք նման բանին, թող ձեր միջից դուրս գա այդ բանը, որ դու մաքուր լինեք։ Վաղ միսօր չհայտնվեք այդ կյանքի մեջ, հետո տեսնեք, որ դառնություն ինչքան դառն է։ Այդ բանից պետք է այսօր բժշկվի երիտասարդությունը եւ ժողովուրդ եւ եղբայրությունը։ Մի բան կա, գնա իր հետ կիսվի։ Մի բան ունես, գնա իր հետ զրուցի։ Քո հարցերը լուծի, ինչպես ավետարան է պահանջում։ Եղբայրներ քույրեր, եթե մենք անդրադառնում ենք Սաղմոս 50-19 գրված է, 50-րդ գլուխ 19 խոսքը, 50-19, քո բերանդ չարության տվիր եւ քո լեզուդ նենգություն կնարե։ Կնստիս եղբորը դեմ կխոսիս, մորդ որդու դեմ չարախոսություն կենես։ Այս բաները հրիր ես լռեցի։ Կարծեցիր թե ես բոլորովին քեզի կնմանվի, բայց քեզի պիտի հանդիմանեմ ու աչքերուդ արջև պիտի շարեմ քո ըրածներդ։ Քո արածը քո աչքարաջ պիտի շարեմ, ուրիշին ոչ։ 23 խոսք ասում է շնորհակալություն մատուցանողը զիսկը փառավոր է։
ու իր ճամփան զգուշացնողին պիտի ցոցնի Աստծո փրկությունը։ Իր ճամփան զգուշացնողին պիտի ցոցնի Աստծո փրկությունը։ Մենք զգուշություն անենք մեր հոգիներին, մեր ճանապարհները զգենք, նայենք։ Եղբայրներ, քույրեր, ինչքան այսօր սրբությունը, մաքրությունը կատարելագործը մեր մեջ, այնքան էսիկ շատ քիչ բաներ։ Կարող ենք ասել դա ընդամենը քիչ բաներ էր, ինչ որ Աստված արեց, մեծ մաքրություն, մեծ բժշկություն կատարեց հոգևոր մարմնավոր, դա քիչ է։ Աստված հեղեղներ է ուղարկելու։ Հրաշալի գործեր պիտի անի մեր կյանքի մեջ, որ մենք սպասում ենք դրանը, բայց դրա համար պետք է պատրաստվել, դրա համար պետք է մաքրվել։ Ամուսին պետք է իրար հետ խաշտ լինեք, խաղաղ սիրով լինեք։ Եղբայրներ, քույրեր, նորից եմ ասում, այդ սիրո միաբանությունը կարևոր է։ Մնացած խնդիրները։ Եթե որ երիտասարդ ինչ որ կլի քո կյանքում արա եկեղեցու եղբայրի միջոցով, առանձին ծածուկ բաներ մի արեք, թակուն բաներ մի արեք։ Մեկը դրանք չեն մնալու, պետք է հայտ կան։ Ամեն բան դու լինի կարգ ու կանոնով։ Ամուսնական խնդիր կլինի, ընտրության խնդիր կլինի, մյուս խնդիր կլինի, մարդկային ձևեր մի արեք, մարդկային բաներ մի արեք, որի մեջ օրհնություն չկա, որի մեջ նորից սրբություն կա։ Թող Աստված օգնի մեզ այս բոլոր բաների մեջ, որպեսզի մենք կարողանանք իրոք որ ինչ անել, արթուն լինել, հասկանալ Տիրոջ կամքը, ամեն օր քննենք, հասկանանք ինչով է անցկացնում մեր կյանքը։ Եթե երեք ճիշտ վկայություն եղավ, գիտեք ինչ, կան ոմանք բռնված են, ինչ որ բաներով բռնված են, որոնք որ դրանք համար զբաղմունք է, դրանց համար կեղտոտություն է, ինչքան շուտ հրաժարվեք, ձեզ սիրտը մաքուր կլինի, ձեր աչքերը մաքուր կլինեն, ձեզ զգարանները մաքուր կլինեն, եւ դուք երանելի հավատացյալներ կլինեք։ Այսօր դրա ժամանակն է, որպեսզի Աստված փառավորի մեր կյանքի մեջ, որ եկեղեցում հազարավոր մարդիկ հետ եղել են, որտեղ անսրբություն է մտել, որտեղ փախչություն է մտել, որտեղ սոդոմական մեղքեր է մտել, այ եկեղեցին չի մնացել, ժողովուրդը չեն մնացել։ Այդ ժողովատեղի դռները փակվել են եւ ժողովատեղերը վաճառվել են։ Այդպես եղել բոլոր դարերում։ Երուսաղեմ, որտեղ գրված է տապանակն է, որտեղ գրված է Տիրոջ ներկայություն ամպը ծածկում էր, բայց եկավ ժամանակ, այդ աճարն էլ քանդվեց։ Ամեն բան գերի գնաց, դարձավ աղբանոց, որտեղ Աստծո հոգին հեռացավ այդտեղից։ Եկեք մենք զգուշ լինենք։ Տերը կանչել է միայն մի նպատակի համար, որ մենք սուրբ լինենք իր առջև։ Սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը։ Շատերը մարդկանցից են վախենում։ Ես ինչ եղբայրը չտեսավ, ինչ քույրիկը չտեսավ։ Լավ, նրանք չտեսան, բայց Աստծո աչքերը առաջ է։ Սրբությունը կատարելագործենք ոչ թե եղբոր վախով, Աստծո վախովը մեր կյանքի մեջ։ Քննություն արեք ձեր կյանքին, ձեր ընտանիքների համար, որպես իրոք որ Աստված ձեր կյանքի մեջ փառավորվի։ Իմ աղաչանքն է, աղոթները պետք է շատանա մեր կյանքում, Աստծո խոսքի աղոթքի տեղ տվեք։ Աստծո խոսքի աղոթքի տեղ տվեք։ Ձեր հանդիպումների մեջ, ձեր այցելությունների մեջ, ամեն ինչի մեջ կզգաք օրեցօր Տիրոջ փառքը կշատանա ձեր կյանքում, ձեր ընտանիքների մեջ։